Սիրելի ժողովուրդ, շնորհակալ եմ։ Սիրելի ժողովուրդ, շուրջ մեկ ամիս մենք Հայաստանի տասնյակ հարյուրավոր բնակավայրերում եւ հանդիպումներում իրականացրեցինք նախընտրական քարոզարշավ անմիջական շփումներ ունենալով ժողովրդի հետ եւ ժողովրդի հետ այդ շփումներում ժողովրդի կողմից ժողովրդի տրամադրությամբ ժողովրդի ձևակերպմամբ կազմավորվեցին ուղերձներ, որոնք ես հարկ եմ համարում լեփ-լեցուն այս հանրապետության հրապարակից հղել Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին եւ Հայաստանի Հանրապետությանը ընդհանրապես, որովհետեւ ժողովուրդը այո պետության տերն է եւ ժողովուրդը կարող է եւ պետք է ուղղորդի պետությանը։ Այդ ուղղորդումներից առաջինը ուզում եմ ընդգծել հետևյալը. պատերազմի եռագլուխ կուսակցությունը եւ նրանց փոչերը 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներով չպետք է մտնեն խորհրդարան, չպետք է մտնեն խորհրդարան։ Սա Հայաստանի ժողովրդի արժանապատվության հարցն է, որովհետև այն քաղաքական ուժերը, այն լրտեսական ցանցերը, որ մտածում են կարող են գնել հայ ժողովրդին, կարող են անվանարկել Հայաստանի ժողովրդին, կարող են նրան համեմատել ծախու արարածների հետ, ահա այդ ուժերը պետք է ծնկի բերվեն քվեարկության արդյունքներով։ Ժողովուրդը հստակ ձևակերպել է իր ուղերձը։ Ընտրություններից անմիջապես հետո կարճ ժամանակում Ռոբերտ Քոչարյանը պետք է կալանավորվի եւ կանգնի դատաստանի առաջ մարտի 1-ի ոճրագործության համար։ Մարտի 1-ի գործով մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը պետք է հասնի իր լրումին եւ մարտի 1-ի ոճրագործները պետք է երկար տարիներ անցկացնեն բանտում։ Գլխավոր դատախազությունը Ռոբերտ Քոչարյանից եւ նրա ընտանիքից պահանջում է ավելի քան $200 միլիոն ապօրինի գույք դրամական միջոցներ, դատական համակարգը հնարավորինս կարճ ժամանակում այդ թալանածը պետք է վերադարձնի Հայաստանի Հանրապետության ժողովրդին եւ պետությանը։ Կալուգացի օլիգարխը, որ հանդես է գալիս իբրև բանակի բարեգործ եւ որն իրականում զորամասերի վրա ավել հոսանք գրելով թալանել է բանակը եւ իր տոհմի բոլոր արու զավակներին փախցրել բանակից,
պետք է ենթարկվի խստագույն պատասխանատվության։ Գալուգացի օլիգարխը պետք է պատասխանատվության ենթարկվի, այդ թվում 300,000 ադրբեջանցիների մասին կեղծ լրտեսական օրակարգը Հայաստանի ներքաղաքական կյանք ներմուծելու համար։ Հայաստանի էլեկտրական ցանցերը պետական են եւ այլևս լինելու են միայն պետական։ Գլխավոր դատախազությունը ԲԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանից ապօրինի գույքի համակարգով պահանջում է բռնագանձել ավելի քան 300 միլիոն դոլարի ապօրինի ձեռքբերված գույք եւ ժողովրդից թալանվածը դատական համակարգը օր առաջ պետք է վերադարձնի պետությանը եւ ժողովրդին։ Ծառուկյանը եւ նրա սանձարձակ համախոհները եւ զավակը պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության իրենց հանցագործությունների համար։ Եվ ընդհանրապես ժողովուրդ ջան, ես լսել եմ ձեր ուղերձը, որ ի վերջո Հայաստանի ժողովուրդը հոգնել է դատական Սանտա Բարբարա սերիալը հիշեցնող խեղճ կատակություններից։ Հայաստանում շարունակաբար գործող դատաիրավական մաֆիան արդեն կոնկրետ խաղում է ժողովրդի ներվերի հետ եւ ես առերեսվում եմ այս փաստի հետ։ Ես հասկանում եմ դուք կասեք եւ ես հասկանում եմ իշխանությունների բաժանման սկզբունքը եւ դրա կարեւորությունը։ Ես կարևորում եմ անկախ դատական համակարգի գոյությունը, բայց ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունում ցավոք դեռևս չի հաջողվել այնպես անել, որ արդարադատությունը տեսանելի, հասկանալի, ընդունելի լինի ժողովրդին։ Ես հասկանում եմ, դուք կարող եք ասել, որ ես արդեն 8 տարի վարչապետ եմ, ինչու մինչև այժմ լուծված չէ այս խնդիրը։ Ես հստակ ասում եմ, դրա համար առանցքային պատճառներից մեկը Հայաստանում ժողովրդի կողմից չընդունված սահմանադրությունն է, որը առաջին հերթին մի քանի պատճանի տակ բոլոր հնարավոր ձևերով պաշտպանության տակ է առնում սովորական, քաղաքացիական, օլիգարխիական եւ դատական մաֆիաները։